Հայաստանի պատգամը եւ գնում են Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանի եւ Արցախի կերտման ուղղությամբ։ Մեր համար հայկական Արցախի էջը փակ չի եւ մենք այդպես ենք նայում մեր գործողություններին եւ ապագային հայ երիտասարդի համար Վազգեն Սարգսյանի եւ հայրենասիրության ու նվիրվածության խորհրդանիշ է եւ մենք այդ խորհրդանիշը մեզ սրտում պահում ենք եւ դուք հարցնում եք, թե ինչ էր ասում Վազգեն Սարգսյանը, ինչ պատկերացումներ ուներ, այսօր Վազգեն Սարգսյանի ազատագրված Վազգեն Սարգսյանի եւ իր ընկերների կողմից ազատագրված Արցախը թշնամուն է հանձնված եւ ըստ էության դա լավագույն գնահատականն է, որ ընդհանրապես կապ չի ունեցել Վազգեն Սարգսյանի երազանքի հետ այսօրվա Հայաստանի ընթացքը։ Այսօր Եվ մենք տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի իրենց մարտական ընկերների ազատագրած հայրենիքը, մեր հայրենիքը այսօր թշնամու ձեռքում է, այսօր իրական խաղաղություն կերտողը եղել է Վազգեն Սարգսյանը։ Իրական խաղաղությունը մենք տեսել ենք նրանց կառավարման, նրանց իշխանության օրոք, երբ որ նրանք պայքարել են Հայաստանի Հանրապետության շահը ամրապնդելու եւ Հայաստանի Հանրապետության ինքնությունը, հայ հասարակության ինքնությունը պահպանելու գործընթաց են իրականացել, իսկ այսօր մենք տեսնում ենք աշխարհաքաղաքական զարգացումները, տուրբուլենտ հատվածը, հարևան եղբայրական Իրանում պատերազմը, բայց օրվա կառավարիչը կներեք պերաշկի աուտում կամ կուկուռուզ աուտում այդ ընթացքում փոխանակ մենք որպես երկիր հասկանանք, թե լավ բա մենք ինչ ենք անելու այդ ընթացքում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը անվտանգ լինի։ Վազգեն Սարգսյանը անվտանգություն կերտող է եղել եւ իրական խաղաղությունը մենք ունեցել ենք ըստ էության այդ տարիներին Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի, իրենց ընկերների, իրենց մարտական ընկերների կառավարման տարիներին։ Ավաղ այսօր նրանց ընկերների մի մասը Բաքվում է, մեր բոլորի հայրենիքը, որի համար որ իրանք կռվել են, որի համար Վազգեն Սարգսյանը իր կյանքը պատրաստ էր տալ, այսօր հանձնված է թշնամու եւ բացի նրանից որ հանձնված է, նաեւ օրվա կառավարիչները ուզում են հրաժարվեն մեր երբեմնի հաղթանակներից, դրանք ներկայացնելով որպես պարտություն։ Ուզում են հրաժարվեն մեր ազատագրական արշավից, ազատագրական շարժումից, ազատագրական գաղափարներից ներկայացնելով դրանք որպես օտարածին, ներկայացնելով դրանք որպես խաղաղությանը դեմ։ Դա եղել է խաղաղություն եւ հայոց բանակն է, հայ հասարակության երաշխավորը եղել եւ կա մինչ այսօր եւ հայոց բանակն է լինելու Հայաստանի Հանրապետության պահապանը նաեւ վաղ եւ այսօրվա երիտասարդները, որ այստեղ են դուք տեսնում եք եւ մենք բոլորս այդ տրամաբանության մեջ ենք ապրում, պետք է ունենալ հզոր բանակ, պետք է ունենալ հզոր առաջնորդ, որպեսզի կարողանանք ունենալ խաղաղություն։ Մենք ունեցել ենք շոշափելի խաղաղություն Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին եւ մենք դպրոց ենք գնացել այն ժամանակ, երբ որ իրանք են եղել իշխանության եւ այդ իշխանության տարիներին ես ուզում եմ հիշեցնել, որ որևէ դասագրքում, որևէ անգամ խոսակցության մեջ Զանգեզուրի միջանց կամ նման եզրույթներ մենք չենք լսել երբեք։ Այդ եզրույթներն են օտարածին, ոչ թե մեր հաղթանակները, եւ ես վստահ եմ, որ հասարակության սոսնձման, միասնականության արդյունքում հայ հասարակությունը նորից կկերտի հաղթանակներ, այն հաղթանակները, որոնց մասին երազում էր Վազգեն Սարգսյանը։ Պարոն Դանիելյան, նշեցիք խաղաղությունը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին են ունեցել։ Հիմա միասնական դառնալու դեպքում արդյոք հնարավոր է վերադարձնել այդ խաղաղությունը։ Միանշանակ Եվ այստեղ երիտասարդությունը ինչ դեր պետք է ունենա։ Երիտասարդությունը պետք է ունենա պայքարի ջահը, գրողի, պայքարի գաղափարը վերցնողի եւ առաջ տանողի գաղափարը եւ այսօրվա երիտասարդները այդ պայքարից երբեք չեն խուսափել եւ մշտապես առաջամարտիկ են եղել յուրաքանչյուր պայքարում հանրապետական կուսակցության յուրաքանչյուր անդամ 2018 թվականից ի վեր եւ դրանից առաջ Հայաստանի Հանրապետության
եւ Արցախի համար պայքարում մշտապես եղել է առաջամարտիկ մեր նախագահի գլխավորությամբ, այսինքն մենք այդ խրամատում եղել ենք Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, երբ որ ազատագրել ենք եւ պայքարել ենք Արցախի անվտանգության համար, Հայաստանի անվտանգության համար եւ նաեւ այսօր քաղաքական խրամատի մասին եթե խոսանք, մենք քաղաքական խրամատում ենք, որը ինչպես ասել է մեր կուսակցության նախագահը, պահում է հայկական պետականությունը, այո, միասնականությունը վերականգնելու առաջնային օգուտը մեր ժողովրդինն է լինելու եւ միասնականությունը վերականգնելուն պես մենք հնարավորություն կունենանք տեսնենք այլ ընթացք եւ այս ընթացքը կկասեցվի կործանարար կձևավորվի միասնական ճակատ, միասնականություն կլինի, չի լինի իմ ու քո, չի լինի իմ ու քո հոգեվորական, չի լինի ինչ որ այս բաժանարար գծերը կջնջվեն եւ կլինի վերածնունդ կլինի մեր գաղափարների հայկական ինքնության մասին խոսքի, այսինքն էլի տեսեք, մենք այսօր ունենք մի օրակարգ, երեք դրա մասին գործադիր մարմնի հայտարարությամբ տեղեկացրել ենք, որ մենք սկսել ենք մի գործընթաց, որը միասնականության մասին է, ոչ թե ինչ որ մեկի դեմ է, այլ հանուն է, հանուն նոր հնարավորության, հանուն Հայաստանին նոր շանս տալու եւ դա իմպիչմենտի գործընթացն է, որը հանրապետական կուսակցությունը առաջարկում է յուրաքանչյուր ընդդիմադիրին, ով իրան ընդդիմադիրը համարում, միասնական ճակատ ձևավորելու միասնականությամբ, այդ միասնական ճակատի մեջ իմպիչմենտի կոնտեքստում նաեւ լինելու են մարդիկ, ովքեր իշխանության ներկայացուցիչներ են եւ ուզում են որևէ փոփոխության մասնակից լինեն կամ փոփոխություն անեն իրանք, մենք առաջարկում ենք միասնական այդ փոփոխությունը անենք։ Շնորհակալություն։